Ձեռքով է անում Թրամփը եւ մի քանի բառ ասում, որ խլացնում է ԱՄՆ նախագահի թռչող սպիտակ տան շարժիչի ձայնը։ Իր պաշտոնավարման երկրորդ շրջանը Չինաստանին հաղթելու կարգախոսներով եւ ինչպես այդ երկրում են ասում, վիշապային մաքսատուրքեր սահմանելով եկած Թրամփը հեռանում է Սի Ցզինփինի հետ ընկերացած։ Ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն։ Սա անհավանական այց էր, կարծում եմ արդյունքներն էլ արդյունավետ են։ Մենք հիանալի առևտրային գործարքներ ենք կնքել, օգտակար երկու պետությունների համար էլ։ Նա մարդ է, ում ես իսկապես հարգում եմ, մենք իսկապես դարձել ենք ընկերներ, 11, գրեթե 12 տարի է ճանաչում ենք իրար։ Դա երկար ժամանակ է, մենք բազմաթիվ խնդիրներ ենք լուծել, որոնք ուրիշները չէին կարող լուծել։ Չինաստանը հնարավոր է նավթ գնի Միացյալ Նահանգներից։ Թրամփը պարտությամբ ասել է, թե չինական նավերը հասնելու են Տեխաս, Լուիզիանա եւ Ալյասկա։ Մաքսատուրքերի քաղաքական լարվածության պատճառով վերջին տարիներին Պեկինը գրեթե նավթ չի արտահանել նահանգներից։ Միացյալ Նահանգների թշնամի Իրանից է, Հորմուզի նեղուցով իր արտահանվող նավթի 10-ից 15% ստանում Պեկինը։ Նեղուցով, որ հիմա փաստացի փակ է նահանգների սկսած պատերազմի պատճառով։ Միջազգայնագետների ուշադրությունը գրավել է, որ Պեկինում Թրամփի երրորդյա այցի ընթացքում միայն ԱՄՆ նախագահն է Իրանի թեմայով հայտարարություններ արել։ Հրապարակային ոչ մի խոսք չի ասել Սի Ցզինփինը, որ ավելի վաղ իր երկրում հյուրընկալել էր իրանցի դիվանագետների։ Մամուլը գրում է, թե բացի պեկինյան բադից, լոբստերով լոլիկով ապուրից ու տապակած խոզի կարկանդակներից Սին Թրամփին կերակրել է զգուշացումներով։ Ցզինփինը նրբանկատորեն ցույց է տվել Պեկինի կարմիր գծերը ոչ միայն Թայվանում, այլև Մերձավոր Արևելքում։ Մեր կարծիքները գրեթե համընկնում են Իրանի հարցում, ցանկանում ենք, որ այդ ամենն ավարտվի։ Մենք չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան, ուզում ենք, որ նեղուցները բաց լինեն։ Նրանք փակեցին, դրա համար էլ մենք ստիպված եղանք փակել։ Fox News-ին Թրամփն ասել է, թե Չինաստանը կարող է ազդել Իրանի վրա Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը լուծելու համար։ Թրամփը ամբողջությամբ մերժել է Իրանի հակամարտությունը կարգավորելու 14 կետանոց ծրագիրը, հայտնում է Թեհրան Թայմսը։ Միացյալ Նահանգների ղեկավարը նորից սպառնացել է, թե կարող են ռմբակոծել իրանական միջուկային օբյեկտները Ուրանի հասանելիությունը լիովին դադարեցնելու համար։ Մենք պարզապես մի քանի ռումբ կգցենք այնտեղ եւ դրանով ամեն բան կավարտվի, չի բացառել ԱՄՆ նախագահը։ Գանա Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։